Դե փաստորեն կարելի է։ Մենք զանգ ունենք, չէ՞։ Թե Հա, չունենք։ Պողոսյան Լևոնի հետ Լոս Անջելեսից կարող ենք արդեն խոսել, զանգը ունենք, արի մի հատ արագ ասենք, շատ տենց բռնկվեցինք ես դու, մեր համար շատ ցավոտ թեմա է, բայց վերադառնանք Աշոտ բնիկ Երևանցուն շնորհակալություն ասենք փոխանցման համար եւ զանգը։ Այո։ Ավանդույթի համաձայն Անժելան կապվում է, ապահովում է Լոս Անջելես Երևան տրանզիտը։ Լևոն ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ Դուք մեզ լսում եք։ Բարև ձեզ։ Բարև ջան, բարև ձեզ։ Դուք ուղիղ եթերում եք։ Այո, այո։ Մեր աշխարհագրությունը այսօր մեզ բերեց Լոս Անջելես, ԱՄՆ։ Այո։ Դե պատմեք։ Դե ինչից սկսեմ, շատ դաժան վիճակ է։ Այո։ Երբ եք տեղափոխվում։ Այս ամենը մոտավորապես մի 5 տարի առաջ։ Իսկ երբ եք հետ տեղափոխվելու։ Մոտակա ժամանակներ հուսով եմ, էլի։ Այսինքն քիչ ժամանակ ունենք, որ մինչև այդ երկիրը այսպես ձեր պատկերացրած լավ ազատագրված վիճակում լինի։ Չէ, ես մասնակցելու եմ, այնպես չի, որ դե վրա եմ ոչինչ։ Այդ էի ուզում լսել։ Լևոն ջան, տղաների կալանավորման վերաբերյալ եմ ուզում ձեզ հետ խոսել որպես աջակից, ոնց իմացաք, ինչ վերաբերմունք ունեք այդ ամեն ինչին, խնդրեմ։ Շատ տխուր է, ինչ պետք է ասենք, մեր երկրում, մեր Հայաստանում էլ արդեն օրենք էլ չի վնասել, որ ասես օրենքով է ինչ-որ բան տեղի ունենում, դրա համար ինչ-որ մի ձևի մեկնաբանել, որ կարող է մի բան այն չեն ասել, դրա համար են բռնել, չկա էլի, ընդհանրապես օրենքով չեն աշխատում, ընդհանրապես ոչ մի բան չեն անում օրենքով, ինչ ուզում են անում են, ուղղակի տխուր է էլի այս վիճակը։ Իսկ ինչպես եք դարձել մեր ընտանիքի անդամ։ Նկատունի իմնեմնիմի։ Ես դե Նարեկին ճանաչում եմ, Նարեկը իմ կուրսեցին է, իր հաղորդումներին եմ նայել, հետո երբ որ սկսան Վազգենի հետ իմնիմին վարել, այդ ժամանակվանից ոնց որ սկզբի շարժումների ժամանակներից նայում էի, ինչ էր տեղի ունենում։ Սենց ասեմ, երևի միակ թեթևացնող հաղորդումներից մեկն է, որ նայում ես, որոշ չափով հույս ես ունենում, որ մի բան լինելու է, մի բան փոխվելու է։ Դե հուսով ենք, որ մենք մի փոքր մեր Լուման ես վարժան ունեն մենք այդ process-ի մեջ։ Չէ, ձեր հաղորդումը, ձեր վարած հաղորդումը շատ լավ է։ Напросилась на комплименты։ Հենց էսա էլի խնդիրը, որ համ ուրախալի է, որ ասենք նայում ես որ շատ լավ եք վարում, համ էլ տխուր է, որ չկա լավ եք։ Այո, մենք ուզում ենք վերադառնանք հյուրի աթոռին, մեզ այնտեղ շատ ավելի կոմֆորտ է, շատ ավելի սովոր ենք։ Բայց չէ, մենք ուզում ենք հյուր լինենք, տղաները վերադառնան իրենց աթոռ։ Կարող առանձին ձեր հաղորդումը վարել։ Այդ է սիստեմական պրոմոշնը։ Խնդրանքի տեսքով Վարուժանն ու դուք հիմնականում cover-եք անում, այսինքն մեր ռեգիոնալ խնդիրները, այսինքն մեկը Թուրքիան, մեկը Ադրբեջանը։ Մի հատ էլ Իրանագետ ենք ավելացնում ու իրեքով։ Իրանագետ էլ ունեք, այո, Իրանագետ ունեք։ Վրացագետի հյուրասիրությամբ։ Այդպես մի հատ ինչ-որ հաղորդում որ լիներ, որ դուք վարեիք, հենց դերը լինեիք, շատ հետաքրքիր։ Շատ թույն ֆորմատ եք ասում։ Որովհետև շատ ժամանակ ոչ ոք չի հետաքրքրվում մեր հարևաններով։ Ադրբեջանի մասին մինչև այս վերջերս գիտենք, որ սաղ ոչխար են, սաղ դեբիլ են, ոչ մի բան չգիտեն, ոչ կռվել գիտեն, ոչ բան գիտեն, վերջում պարզով չէ, էլի, անասուն ուժեղ են։ Այս Թուրքիայի մասին է սաղ գիտեն, որ դե Թուրքիա է, սաղ շորեն է դեից բերում, բայց չգիտեն, որ էդի մեր թշնամին է համար մեկ, ասենք ատամները սրա սպասում են, որ գան մեզի հոշոտ են, էլի։ Շատ լավ բան եք առաջարկում, մենք քննարկենք անտիֆեյքի խմբագրության հետ եւ հասկանանք ինչ ֆորմատով ենք կարող դա իրականացնել, եթե օրինակ Ժողովուրդ ջան, մի հատ կոմենտներում գրեք, ձեզ դուր է գալիս այս գաղափարը, եթե դուր է գալիս, հասկանանք ոնց ենք դա իրականացնում։ Մենք էլ մեր ֆորմատը ունենք։ Մեկը գիտեմ, որ ժամանակը սուղ է այս ֆորմատի, ուղղակի ուզում էի մի բան էլ հիշեցնել, էլի։ Մի քանի ժամանակ առաջ էքսպերտի շրջանակներում տղեկը կանչել էին աղանդավորների էքսպերտ, այսինքն աղանդների էքսպերտ։ Ուղղակի ուզում էի, որ դուք էլ ասենք ուշադրություն դարձնեք այդ ամեն ինչին, Նիկոլա կանչումը իրականում աղանդ է։
Իհարկե։ Աղանդի ձևով աշխատում է, աղանդի ձևով ամեն ինչ անում է, խոսքերը աղանդավորական են, ու հիմա էլի որ եկեղեցին էս եպիսկոպոսները գնացին, ամեն ինչ արեցին, նայում ես իրականում ինքը գնում է դեպի այն ուժեղ աղանդներից մեկը դառնալու Հայաստանում։ Ու աղանդի դեմ պայքարելու ձևեր էլ կա։ Հենց այդ է պետք իր հետ անել, էլի։ Պետք է մարդկանց այդ աղանդից հանել, հետ վերել։ Այդ է ուզում ուղղակի ասել, որ շատ ժամանակ էդի պրոստը աշկատով արվում, ոչ ոք դրան այդքան լուրջ չի վերաբերվում։ Մենք ձեզ հետ համաձայն ենք, եւս մի հետաքրքիր լավ առաջարկ արեցիք, որը արժի քննարկել, հետագայում նորից այդպիսի փորձագետ ունենալու համար։ Ձեզ շատ շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Լևոն ջան, մի հարց արագ տամ եւ դրանով ոնց որ ավարտենք այսօրվա զանգը։ Դուք հավատում եք, չէ՞ որ ամեն ինչ ստացվելու է։ Իհարկե։ Միանշանակ։ Եվ ճիշտ եմ չէ հասկանում, որ այդ հավատն է նաև ձեզ ոգեշնչում, որ դուք պլաններ կազմեք Հայաստան վերադառնալու, Հայաստանում ապրելու, Հայաստանում ձեր կյանքը շարունակելու համար։ Միանշանակ։ Շնորհակալություն։ Եղեք Լևոնի պես, ոչ միայն աջակցեք անտիֆեյքին, այլ նաև ուրեմն տեղափոխվեք Հայաստան, որտեվ Հայաստանը բոլորիդ կարիքը ունի։ Լևոն ջան, շատ շնորհակալություն։ Շնորհակալ ենք Լևոն ջան, մենք շարունակենք եթերը։